Դե տեսեք այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևը ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար։ Գիտեք, ընդհանրապես պետք է արձանագրել, որ միջազգային հարաբերությունները բարդ են եւ միշտ էլ բարդ են եղել։ Այսինքն մենք մարդկության պատմության մի ժամանակաշրջան չենք կարող դուրս բերել, որ ասել, գիտեք, ինչ հարաբերությունները շատ պարզ էին։ Հարաբերությունները միշտ բարդ են եւ միշտ կա ցանկություն անել ավելին, եւ այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման եւ աճերի։ Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն ենք եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն են եւ ես կարծում եմ, որ հենց մենք պետք է կենտրոնանանք հենց հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանիկ, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող եւ զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որտեղ եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք ինչպես նշում եք, կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում։ Այդ գործոնները գաղտնիք չի, այդ թվում բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության եւ մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում լավ հարաբերություններ, եւ մենք փորձում ենք այս զգայուն շահերը Իրանի Իսլամական Հանրապետության հաշվի առնել եւ մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, հակադրություններ չթվում այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից։